Մեր ժողովրդի համար դարավոր մեծ երազանք դարձած անկախությունը այսօր արդեն 20-ամյա իրողություն է։ Գաղափարի եւ նպատակի, խոսքի ու գործի ներդաշնակման շնորհիվ մեր սրբություն սրբոց Հայաստանի կյանքում բացվեց հույսերի եւ հավատի նոր արշալույս։ Այսօր հայոց անկախ պետությունը 20 տարեկան է, ուժերի ծաղկման խոսուն հասակ, որում անշուշտ իրենց ներդրումն ունեն նաեւ անկախությունից հետո ծնունդ առած բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Այդպիսիների թվում է նաև Հյուսիսային համալսարանը, որտեղ անկախության օրը նշվեց կրկնակի տոնակատարությամբ։ Բացման խոսքում ռեկտոր Բորիս Մակիչյանը վերլուծեց հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, անկախության նվաճման գործընթացը բնորոշելով եռաստիճան փոխկապակցված շղթա։ Ներկա ժամանակահատվածում նա կարևորեց յուրաքանչյուրի նվիրված աշխատանքը, որի արդյունքում միայն մեր երիտասարդ պետությունը կայացման շրջափուլից կթևակողի զարգացման ուղի։ Այս 20 տարիների ընթացքում մենք նույնպես արձանագրել ենք որոշակի հաջողություններ իրավական տեսակետից, Հայաստանը դարձել է միջազգային իրավունքի սուբյեկտ, մենք լիիրավ անկախ հանրապետություն ենք, ունենք մեր բանակը, ունենք մեր անկախ պետականությունը եւ այլն, այս ամենը դուք տեսնում եք, ես ասեմ, որ երրորդ հանրապետության արդյունք է նաև Հայաստանի Հանրապետության այլ ընտրանքային բարձրագույն կրթության համակարգի ստեղծումը, որի փայլուն օրինակ է նաև Հյուսիսային համալսարանը։ Շնորհավոր ենք իրոք այսօրվա տոնը, որ արդեն մենք լիիրավ անկախության օրը ողջունենք եւ մեր ժողովրդին մաղթենք փառք, պատիվ, հաջողություն։ Ազգանվեր է կրթական համակարգի գործունեությունը, քանի որ կրթված հասարակությունն է կերտում երկրի լուսավոր ապագան։ Պատահական չէ Հյուսիսային համալսարանի մշակած գործելավոճի կարգախոսը, ազգային լավագույն ավանդույթների հենքի վրա Հայաստանը դարձնել տարածաշրջանային ժամանակակից գիտակրթական կենտրոն։ Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ևս արծարծվեցին այս գաղափարները, չմոռանալով այն երախտավորներին, ովքեր երկրի գիտակրթական, հասարակական քաղաքական ոլորտում լուրջ դերակատարում են ունեցել եւ կայուն ասելիք։ Այս առումով բուհը հյուրընկալել էր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական գործունեության ընկեր Սերգեյ Մակարյանին։ Հավելենք, որ բուհում գործում է նաեւ Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետ։ Ուսանողներից շատերի տարիքը գրեթե հասակակից է մեր անկախության 20-ամյակին, նշեց Սերգեյ Մակարյանը։ Մեկ րոպե լռությամբ միջոցառման ներկաները հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն հայի անմահ հիշատակին։ Անկախության տոնի միջոցառմանը հրավիրվածների թվում էր Կամո Ուդումյանի որդին Արտակ Ուդումյանը։ Վերջինիս վերապահված էր նաև հանձնելու կրթաթոշակառուի հուշագիրը։ Համալսարանի գիտխորհրդի 2002 թվականի որոշմամբ նրան շնորհվել է Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ Նա պարգևատրվել է համալսարանի պատվոգրով եւ նրա անունը գրանցվել է համալսարանի պատվոգրքում։ Համալսարանի գիտական խորհրդի սեպտեմբերի 15-ի 2008 թվականի որոշմամբ համալսարանի նորաստեղծ էլեկտրոնային գրադարանը անվանակոչվել է Կամո Ուդումյանի անունով։ Կամո Բաբի Ուդումյանի հայ ժողովրդի արժանավոր զավակի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ։ Հյուսիսային համալսարանում արդեն իսկ հաստատված իրողություն է լավագույն ուսանողներին ուսման վարձավճարներից մասնակի կամ լրիվ ազատումը եւ անվանական կրթաթոշակների սահմանումը։ Խրախուսման այս եղանակը առողջ մրցակցային դաշտ է ստեղծում, բարձրացնելով ուսման արդյունավետությունը։ Համալսարանում պարբերաբար մրցույթներ են հայտարարվում լավագույն ուսանող, շրջանավարտ եւ դասախոս անվանակարգերում։ Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը ամփոփեց մրցույթի արդյունքները, լավագույններին արժանացնելով խրախուսական մրցանակների։ Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարմամբ ներկաներին հաճելի ակնթարթներ պարգևեցին Հյուսիսային համալսարանի լավագույն բարեկամ պրոֆեսոր Հենրիկ Սիմոնյանը, ինչպես նաև օպերայի եւ բալետի մեներկչուհի, կոնսերվատորիայի դոցենտ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Արմենուհի Սեյրանյանը։ Հյուսիսային համալսարանում կազմակերպված միջոցառումը յուրօրինակ դաս էր ուղղված անկախության տարեկից ուսանողներին պահպանելու եւ զարթոնքով լցնելու մեր իդեալների հայրենիքը, կառուցելու բարեխնամ երկիր, որի առաջընթացի կենարար զարկերակը ամեն ժամանակներում էլ եղել եւ մնում է կրթությունը։